Մոտավորապես 10 օր առաջ եկել են, ասել են պետք է քանդեն, 3 եկան որ քանդեն։ Ոչ մի փաստաթուղթ չունեին, ոչ մի ակտ չունեին։ Դա անգամ դոկումենտ չունեին, որ իրանք քաղաքապետարանից են։ Մենք ասին կարող է հարևան բակից եք եկել, ուզում եք վերցնեք, տանեք ձեր ամառանոցում ցանկապատեք։ Ոչ մի փաստաթուղթ չունեին։ Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար 27, 27-ի Ա ու Փափազյան 12 հասցեների շենքերի բնակիչներն ահազանգում են, որ թաղապետարանից եկել եւ ուզում են քանդել շենքերի մեջտեղում իրենց բակի ցանկապատը, քաղաքապետարանի բանավոր հրահանգով։ Քաղաքապետի տեղակալ պարոն Լևոն Հովանիսյանը մի 10 օր առաջ եկել է այս բակը նայել է, զրուցել է բնակիչների հետ, ասել է ինչ եք դռները փակ պահում, բայց դռները փակ չի, դռները բաց են սովորաբար, մենք գիշերն ենք փակում դռները, որպեսզի երեխաների խաղալիքները, ինչպես տեսնում եք, սաղ դրած է, գիշերը որ ապահով լինի։ Բա ես պետք է նենց անեմ, որ ձեր դռները, ձեր պարիսպները կտրեն։ Մենք նրան բացատրում ենք, որ հարգելի ընկեր, նախկինում այս բակը եղել է նարկոտիկի տեղ։ Ունենք հատուկ նկարներ, թե ինչքան նարկոտիկներ ենք հավաքել, ինչքան մարդկանց ենք բռնել, ում ենք բողոքել, ոչ մեկը ոչ մի ուշադրություն չի դարձնում։ Մարտի 18-ին եկան, չկարացան քանդեին, գնացին, մարտի 19-ին այսօր պետքա գան։ Հիմա սպասում ենք, կգան թե չեն գա, չգիտեմ։ Նկարահանման պահին կրկին աշխատողներ եկան թաղապետարանից, ասելով, որ բնակիչները պետք է բակի դռները քանդեն։ Համոզվեցիք դուք ինքներդ։ Մեր առաջարկին, որ դարպասները չեն քանդելու, մեզ սպառնացին, որ վաղը միսօրը մենք կգանք ոստիկանական խմբով եւ կանենքեն ինչ որ կա։ Հարցիս, արդյոք ունեք հիմա գրավոր որևէ փաստաթուղթ, որի հիման վրա ուզում եք ապա մոնտաժեք այս ամեն ինչը։ Պատասխանը եղավ բացասական։ Ոչ, չունենք գրավոր, բայց ունենք բանավոր ցուցում։ Քաղաքապետի Ավինյանի կողմից է, բայց մենք հասկանում ենք, որ սա ամբողջ այդ Լևոն Հովանիսյանի ցանկությունն ու ամբիցիան է։ Բնակիչների խոսքով բակը պետական բյուջեի հաշվին վերանորոգվել ու ցանկապատվել էր անցած տարի։ Մինչ այդ բակն իրենք էին ցանկապատել ու հսկում։ 3 շենքերի բնակիչներն ունեն բակի դռների բանալիները։ Նրանք վստահեցնում են, որ առանց ցանկապատի ու առանց դռների բակն այլևս ապահով չի լինի։ Նորից կսկսվի թմրանյութերի շրջանառություն։ Բնակիչ կա 160 տուն կա, ամեն մի տունը, եթե 2 երեխա հաշվենք, այստեղ անում է 300-400 երեխա։ Այդ երեխաները այստեղ խաղալու իրավունք ունեն, թե չունեն։ Ինչն է իմաստը։ Վերջիվերջո մեր երեխաներն այստեղ մեծանում։ Մենք բոլորը շահագրգռված ենք, որ այս բակը մնա այս դիրքով, այս գեղեցկությամբ, այս մաքրությամբ։ Բնակիչների խոսքով, եթե գոնե գրավոր հրահանգ լինի, իրենք կարող են դատարանում բողոքարկել որոշումը։ Քաղաքապետարանից Civilnet-ին հայտնեցին, որ վաղը խնդրի շուրջ պարզաբանում կտան։